Այսօր Սրփուի Գալյանն իր մամուլի ասուլիսում ներկայացրեց Արդարադատության նախարարության առաջնահերթ ծրագրերն ու ընթացիկ կարևոր խնդիրները իրավական, կազմակերպական և սոցիալական ոլորտներում։ Գալյանը հայտարարեց, որ Հայաստանում սահմանադրական բարեփոխումների աշխատանքները շարունակվում են և նոր սահմանադրության տեքստը նախատեսվում է հրապարակել արդեն մարտ ամսին։ Ըստ նրա, սա առաջնային պետական առաջնահերթություն է կառավարության ծրագրում և բարեփոխումների օրակարգում։ Մշակման աշխատանքները ընթանում են ըստ նախանշված ժամանակացույցի առանց որևէ լուրջ շեղման։ Այս տարվա մարտ ամսի մասին է խոսքը։ Տեքստը պատրաստ կլինի այս տարի մարտ ամսին եւ մենք պետք է արդեն սկսենք մեր իրազեկման արշավը հիմիկվանից ըստ էության, որովհետեւ կան բազմաթիվ հարցեր, որոնք քվեարկվել, ընդունվել են այլևս խորհրդի կողմից եւ մենք պարտականություն ունենք հանրության հետ կոմունիկացնելու այդ հարցերը, որպեսզի մարդիկ տեղյակ լինեն, թե ինչի մասին է խոսքը։ Գալյանի խոսքով արդարադատության ռազմավարության կարևոր ուղղություններից է դատական պրոցեսների ամբողջական թվայնացումը։ Նախարարությունը 2025-ից սկսել է վարչական դատավարության էլեկտրոնային հարթակի գործարկումը, որը թույլ է տալիս քաղաքացիներին և իրավաբաններին մասնակցել դատական գործընթացներին առցանց։ Նախորդ տարվա ընթացքում գործարկվեց վարչական դատավարության էլեկտրոնային հարթակը, թվային գործիքը, որի միջոցով մեր քաղաքացիները եւ պրոֆեսիոնալները հնարավորություն ունեն այլևս վարչական դատավարության մասնակից դառնալ էլեկտրոնային եղանակով։ Եվ պետք է ուրախությամբ նշեմ, որ այս համակարգի վերաբերյալ ստացած արձագանքները բավականին դրական են, ինչը արդյունքն է այն մեծ աշխատանքի, որը կատարվել է նախորդի քաղաքացիական դատավարության էլեկտրոնային համակարգի հետ կապված խնդիրները վերհանելու եւ դրանք լուծելու արդյունքում։ Վերջինս տեղեկացրեց նաեւ, որ առաջադրվել է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում քաղաքացիական պայմանագրի համամասնական ցուցակում ընդգրկվելու համար։ Այս համատեքստում Գալյանը շեշտեց նաեւ, որ քաղաքացիական պայմանագրին նվիրատվություն երբեք չի արել։ Ես առաջադրվել եմ, որպեսզի լինեմ ցուցակում, դրանով հայտնել եմ իմ աջակցությունը իշխող խմբակցությանը եւ պատրաստակամությունը մասնագիտական աջակցության այս ողջ process-ի ընթացքի համար։ Նվիրատվություն չեմ արել նախորդիվ, բայց առաջադրումը ենթադրում էր որոշակի գումարի փոխանցում, որպես պայման առաջադրման դա արել եմ։ Անդրադառնալով 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված սիրիացի վարձկան ահաբեկիչներին Թուրքիայի միջոցով Սիրիա արտահանձնելուն Գալյանը պնդեց. վարձկանները փոխանցվել են պայմանով, որ իրենք պետք է շարունակեն պատիժ կրել։ Այդ անձինք փոխանցվել են դատապարտյալների փոխանցման կառուցակարգով, այսինքն պայմանով, որ իրենք պետք է շարունակեն պատիժ կրել, եւ հարցը կարգավորվել է քրեական բարույթներով իրավական օգնության մասին օրենքով, ըստ որի կարող է process-ը իրականացվել փոխադարձության սկզբունքի հիման վրա։ Սրփուի Գալյանը հավելեց նաև, որ քրեակատարողական բոլոր հիմնարկներում իրականացվել են լայնածավալ վերանորոգման և շինարարական աշխատանքներ, որոնք շարունակվելու են նաև հաջորդ տարի։ Ըստ նրա, վերանորոգման աշխատանքները միտված են բարելավել պայմանները և կատարելագործել կառավարման արդյունավետությունը։ Արփինե Նավասարդյան, Օրագիր Նյուզ։